Այսօր մի հատ կարևոր գործողություն պետք է անենք։ Այս իմ սկուտերն է, որը ես շատ եմ սիրում, բայց տարվա կեսը քշում եմ, կեսը ձմեռ է, կեսն էլ ինքը չի ուզում խոդին գնել։ Կփորձենք այսօր քանդել, սարքել։ Ես գործիքներն եմ պատվիրել, այսօր պատրաստ եմ այս գործով զբաղվել։ Ոչ սենց է խոդին գնում, ոչ էլ ոտքով։ Ինքս դերից բենզին սրսկում եմ, ինք հասկացանք ուր։ Այսինքն բենզին փոխանցում է, բայց թե ինչ է կատարվում կարբուրատորի մեջ, հիմա դիմանանք։ Ինքս ես մի քիչ օրեն ավազ է եղել, որովհետև քշելու ընթացքում ակից գետնի վրայի ամեն ինչը թափվում է, մտնում այստեղ։ Դրա համար իրան ընդհանրապես թաց եղանակին քշել ցանկալի չի։ Ինքը մի քիչ կապրեզնի մոպեդ է, էլի։ Ուրեմն կարբուրատորի մեջ բենզին կար, ես նայեցի չերես սլիվ։ Հիմա մի հատ սվեչ եմ քանդեմ, տեսնեմ ինչ վիճակում է։ Օհո, լավ թրջված է։ Լավ թրջված է։ Մենք չորացնենք, փորձենք խոտ տալ։ Կարող հենց սրանից էր։ Չորացրեցի, փորձեմ մի հատ սենց խոտ տալ։ Ոնց որ թե։ Մի հատ սվեչին ստուգենք։ Չէ, չոր այս պահին։ Սվեչեն չոր է։ Տեսնենք կայց տալիս արդյոք, թե չէ։ Ոնց թե չի տալիս կայց։ Տանը մի հատ ուրիշ սվեչա ունի Սուզուկիի։ Ճիշտ լավ վիճակում չի, բայց կարող է սա աշխատի, որտեղ նա ընդհանրապես կայց չէր տալիս։ Մի խոսքով ոչ այս սվեչայից, ոչ էլ այս, երբ որ միացնում եմ այստեղ, կայց դուրս չի գալիս։ Հետևաբար հավանաբար հենց սա է փչացել, իրա կոճի հետ միասին, որովհետև նայեք, պետք է կայց չէ մի քիչ գոնե։ Չի տալիս կայց։ Նե, փաստորեն կայց կա, պետք է ուղղակի մոտիկացնել երևի մինուս 5 կապած ինչ-որ բարի, օրինակ հենց ռամային, ասեք հեսա կայցիկ երևա։
Այդ կա, ուրեմն քանդում ենք կարբուրատորը։ Վերջը քանդեցինք կարբուրատորը։ Ինքը այսպես վիճակում է գտնվում։ Ներսը իհարկե մաքուր է, բայց կտնենք ստեղ ինչ է կատարում։ Սիմետրիան դրսից էլ սիրուն կմաքրենք։ Այսպես ցեպ մաքրելու հեղուկ է, բայց ստեղ էլ կաշխատի կարծում եմ։ Հիմա նոր կարելի է քանդել։ Մեջտել բավականին մաքուր է։ Դե պարզ է, որ շատ կեղտ մեջը չի լինի, հիմա պետք է այս ժիգլորները հանենք և տնանք իրա մեջ կեղտ կա, թե չէ։ Պապլավոկը աստեղը պետք է ստուգենք փագում է, թե չէ, բայց մեջը բենզին կար ամեն դեպքում միակ կասկածը սրա վրա է։ Ուրեմն ժողովուրդ ջան, որոշել եմ մի քիչ սլիվից բենզին վերցնեմ ու լցնեմ միանգամից ցիլինդրի մեջ։ Իմ կարծիքով ամեն դեպքում բենզին չի տալիս ինքը ցիլինդրի մեջ, դրա համար էլ խոդի թե չէ ուրիշ ձև էլ չկա, արդեն սվեչեքը գայս տալիս են։ Այսքանը հերիք է մեզ։ Սա լցնում ենք այդ ցիլինդրի մեջ, որտեղ որ հագնում է սվեչան։ Քիչ իրան սենց անենք, որ միանգամից միջաձեռներս կատարվում։ Так, ուրա, անցքը, իսա, так։ Այա, հագցել եմ այս սվեչան տեղը, եթե խոդի ինգա, ուրեմն կարբուրատորից բենզին չի հոսում, դեպի մատոր։ Իմ կարծիքով հիմա խոդ կընկնի, ուրիշ տարբերակ չկա էլ։ Խոդի ինգավ, մեջի բենզինը պրծավ, անջատվեց։ Ինչա նշանակում, որ պետք է կարբուրատորի մի հատ քանդենք, բայց խնդիրը ստեղ է ուրեմն։ Վերջը խոդի ինգավ, բերեցի արդեն տուն, դուսը արդեն ցուրտ էր, կարբուրատորը մի խոսքով հանեցի մի հատ էլ նասոսով փչեցի իր անցքերը մաքրեցի, ու հիմա արդեն իսկ խոսքով աշխատեց։ Այս պրոբլեմից խուսափելու համար ստեղ ֆիլտր տեղադրեցի, որ ֆիլտրացիայով բենզինը մտնի մեջը,
Կզարմանաք, բայց ես բերեցի իրան բաղնիկ, ես աստենց մի հատ ստեղ սարք ունեմ, որը գոլոշի է փչում, ես այս գոլոշիով սիրա վրայի ամբողջ կեղտերը կհանենք ու կպլպլստենք։ Ժողովուրդ, այս հեղուկի մեջ մի քիչ ավելացրեցի բեսկանդակ ու հիմա որ մաքրում եմ, լրիվ ուրիշ ձևա մաքրում ես, այս մեջի ցեխը, այսի որ կա, չէ, մեջի կեղտերը, հիմա նայեք, հեսա լվարım ձեզ մի րոպեից ցույց տամ։ Ժողովուրդ ջան, հեսա ընդհանուր տեսքը, հեսա չորացնեմ, հեսա դրսից էլ Տանեմ սկսեմ հավաքել։